Դուք Քրիստոսի փուրմունքն եք։ Ողջույն սիրելի եղբայրներ եւ քույրերի Քրիստոս։ Այսօր պիտի խոսենք այն սրբազան, բայց ծանրապերն թեմայի մասին, որ Պողոս Արաքյալը գոչեց Քրիստոսի փուրմունքը։ Այդ փուրմունքը, որ երկնային արարանքն է մեր հոգիներուն, երբ սրբությունը գխնգի Աստծո եւ մարդոց միջև։ Սակայն այսօր դառն ճշմարտությունը այն է, որ այդ փուրմունքը փոխված է նեխության հոդի, եւ փոխված է ոչ թե անարժան ժողովրդի պատճառով, այլ հենց այն հոգեվորականներու պատճառով, որոնք կոչված են Քրիստոսի փուրմունքը տարածելու։ Ես չեմ գիտեր ում են սպառնացել, բայց ես սպառնալիքներ լսած եմ եւ գիտեմ, թե ինչպիսի սարսափելի հոգեվիճակ կդիրե եկեղեցվո ներսը։ Ասոնք, որոնք պետք է եղած լայն Քրիստոսի հոդը տարածողներ, դարձած են վախի գործիքներ։ Մարդիկ, որոնք ուրիշներու նկատմամբ կգործադրեն ահ ու սպառնալիք։ Գլսենք պատմություններ, թե ոմանք կսպառնան միամիտ մեքենա գկա եւ քեզ կխփի։ Այդ եկեղեցական մթնոլորտը այսօր գդրիչի հոդով է լի, ոչ թե Քրիստոսի փուրմունքով։ Եվ հիմա հարց տամ. Քրիստոսի փուրմունքը ուր է ցեր մեջ։ Դատարաններու մեջ, անարագության դուներու մեջ, թե այն բادرեններս, ուր հբարդորեն գհնչե Մայր Աթոր Սուրբ Էջմիածին անունը։ Ոչ, եղբայրներ, ոչ։ Քրիստոսի փուրմունքը այնտեղ չկա։ Այդ փուրմունքը հնցված է, խեղդված է եւ այն անպարտավորությամբ եւ բռնավորությամբ, որով որոշ հոգեվորականներ այսօր կդնորինեն Աստծո դունը։ Պողոս Արաքյալը գսե. «Շնորհակալ եմ Աստուծո, որ Քրիստոսով մեզ միշտ հաղթության կդանի եւ մեր միջոցով յուր փուրմունքը կդարածե» Երկրորդ Կորինթացիս 2։ Բայց այսօր ով կրնա այդ խոսքերը գրկնել վստահությամբ։ Որ քահանան կամ եպիսկոպոսը կրնա գանկնել եւ ասել. «Ես Քրիստոսի փուրմունքն եմ Աստծո առաջ»։ Ով։ Ոչ ոք։ Որովհետեւ այսօր Քրիստոսի փուրմունքը չի լսվիր, որովհետեւ ուրիշ հոդ գլսվի, շահախնդրության, իշխանասիրության, երկչոտության եւ անպարոյականության հոդ։ Աստված մեկ առավել բան ուզեց իր ծառաներեն, քաջություն եւ մաքրություն, բայց այսօր եկեղեցվո մեջ վախը նստած է ամեն անգյուն։ Սարգսակներեն նույնիսկ կբահանջեն ստորագրել հավատարմության տուղտեր, թե ես հավատարիմ եմ Հայրապետին։ Ինչու։ Քրիստոսին չեք երդված։ Մարդուն երդվեք։ Ահա, հոդը մարդկային պաշտամունքի հոդն է, ոչ թե Քրիստոսի խունգի փուրմունքը։ Երանի այն կահանաներուն, որոնք վերջապես համարձակվեցան ճշմարտությունը խոստովանել, ըսին, այո, Մայր Աթորի մեջ խեղդող մթնոլորտ կա, բռնադիրություն կա, սուտ եւ վախ կա։ Այդ կահանաները, եղբայրներ, Քրիստոսի փուրմունքի առաջին նշաններն են, որովհետեւ ճշմարտությունը հոդ ունի, սուրբ եւ ազատ հոդ։ Իսկ այն կահանաները, որոնք լրեցին, որոնք խցբծեցին ազնիվները, որոնք քարն էդեցին արտարներու վրա, վախն ու գեղձ բադիվը բրգելու համար, այդ բոլորը դարձած են նեխության հոդի գործիքներ։ Այսօր մենք հասած ենք այն գեդին, որ Էջմիածնեն Քրիստոսի փուրմունքը չելեր։ Կահանաներու եւ եպիսկոպոսներու մեջ եղբայրասիրություն չկա, այլ գուսակցական մտածողություն, շահերու պայքար, եւ ուր վախ կա, ուր իշխանության ծարավ կա, ուր խաբեություն կա, այնտեղ չի գրնար Աստուծո փուրմունքը տարածվիլ եւ վերջ։ Այնտեղ կսկացվի միայն մարդկային փդացության հոդը եւ վերջ։ Եթե այսօր Պողոս Արաքյալը իջներ երկնքեն եւ տեսներ այս վիճակը, պիտի հարցներ. «Ուր է իմ հոդը, ուր է Քրիստոսի հոդը, որ ցեզի վստահված էր»։ Պողոս Արաքյալը, որ ժամանակ հալածեց Քրիստոսին, բայց դարձավ իր փուրմունքը, այսօր մեր եկեղեցվո մեջ պիտի տեսներ նոր սավուղներ, որոնք դարձի չեն եկած,
այլ հալածող մնացած են սեփական եղբայրներուն հանդեպ։ Եվ երբ ազնիվ կահանաներ դեր Արամն ու դեր Դաթեն բարձրացայնեցին ճշմարտությունը, անոնք փորձեցին այդ ճշմարտությունը ոչնչացնել։ Սակայն Աստված չթույլատրեց, որովհետև ճշմարտությունը միշտ կգտնե իր պաշտպանությունը։ Երբ վարչապետը կանգնեցավ արտարներու կողքին, ապացուցվեցավ, որ իշխանությունը չէ հալածողը, այլ հենց եկեղեցական համագարկը, որ սրբությունը դարձուցած է վախի վարչագարկ։ Այսօր մենք տեսանք, Էջմիածինը չի կարողանում անգամ 3 ազնիվ հոգևորականների գարկալույց անել։ Ինչու՞։ Որովհետև ամեն նոր քահանա կհասկնա նախորդները ճշմարտությունը ըսին։ Այսպես է Աստուծո ընթացքը, երբ ճշմարտությունը կբացվի, այն չի կարելի փակել, եւ որքան ալ հայրապետին պաշտողները աղմկեն, որքան ալ սուդեր քրեն, նեխության հոդը չի ծածկվիր խունգով։ Հիմա ես կսեմ, սիրելի քահանա եղբայրներ, մի լրեք, մի թողուք ազնիվները մենակ, միացեք, միապանվեք եւ բարձրացայնեցեք, որ այլևս այս անպատվությունը դանելի չէ։ Եթե ձեր մեջ կա Քրիստոսի բուրմունքը, նույնիսկ փոքր պեգորմը, մի միանաք անարդարներուն, այլ միացեք արդարներուն, թե չէ, մնացեք ձեր դհաճ հոդի մեջ եւ Աստծո քամին պիտի փչե ու դարաձե ձեր իսկ բդածությունը ասկին արջև։ Իսկ ժողովուրդը վաղուց սկացած է դարբերությունը, սկացած է, որ եկեղեցու մեջ բուրմունքի դեղ հոդ կա, այդ պատճառով մարդիկ հեռացած են եկեղեցիեն, ոչ թե որովհետև Աստված չեն սիրեր, այլ որովհետև չեն հանդուրժեր գեղձ սրբություն, իսկ անոնք, որ թեր կմտնեն եկեղեցի, կմտնեն միայն հաղորդվելու, ոչ թե հոգևոր մխիթարություն ստանալու համար, եւ սա ողբերգություն է։ Աստվածաշունչը գսե. մահվան հոդ են մեկուն համար եւ գենաց բուրմունք մույսի համար։ Այսօր դժբախտաբար մեր եկեղեցին շատերու համար մահվան հոդ է, մահվան, որովհետև այնտեղ սրբությունը մեռած է, աղոթքը դադրած է, ճշմարտությունը փանդարգված է, բայց Աստված չէ մեռած եւ ոչ ալ թողած է իր արդար դատաստանը։ Աստված կհանդուրժե մինչև որոշ պահ, բայց երբ այդ պահը կա, արյունով կմաքրե այն, ինչ բղձվեցավ։ Այդ է պատճառը, որ այսօր ժողովուրդը աղաղակելով կհարցնե ուր է արդարությունը, եւ այդ հարցը ուղղված է ոչ թե պետության, այլ առաջին հերթին եկեղեցուն։ Քանզի եկեղեցին պիտի ըլլար արդարության դունը, ոչ թե անօթևանության որջը։ Հիմա, երբ Քրիստոսի բուրմունքը գորավ, եկեղեցվո բادرը մնացին դադարք, բայց դեռ ժամանակ կա։ Եթե վերադառնանք արմատներուն Բողոսյան դարձի ճանապարհին, եթե ընդունենք մեղքերը եւ նորոգվենք Քրիստոսով, բուրմունքը կվերադառնա։ Եթե ոչ, այդ հոդը պիտի տարածվի ամբողջ ազգին վրա։ Սիրելիներս, այսօր մեր ազգը դժգոհ է, որովհետև չի տեսներ իր հոգևոր առաջնորդներու մեջ Քրիստոսի լույսը, եւ երբ քահանաները կդառնան քաղաքական գործիքներ, երբ սրբազանները կթաքնվին գեղձ վեհության ետև, ժողովուրդը կդադրի հավատալ։ Այդ ժամանակ ոչ մեկ իշխանություն, ոչ մեկ քարոզ կրնա բրգել եկեղեցին։ Արդարությունը պիտի սկսի վերևեն մայր ատորեն։ Եթե այնտեղ մաքրություն չկա, ոչինչ չի փոխվիր։ Եվ մինչև այդ օրը, երբ իսկական Քրիստոսի բուրմունքը վերադառնա մեր եկեղեցին, մենք պիտի շարունակենք ապրիլ նեխության հոդի մեջ։ Բայց Աստված միշտ կթողու մնացորդը, նվազ մեկ փուր հոդը, որ կհիշեցնե իր ներկայությունը։ Թող այդ մնացորդը այսօր դառնա մեր բոլորի խղճի զարթեցուցիչը։ Եվ հիշեցեք, Քրիստոսի բուրմունքը չի կար ոչ բարձրաստիճան դարազեն, ոչ ալ հրաշալի սրահներեն, անկուքա մաքուր սրդեն, խոնար աղոթքեն
և արդար սիրո պոց են։ Այսօր մեզ յուրաքանչյուրը պետք է հարցնե ինքն իրեն. ես Քրիստոսի փուրմունքն եմ, թե աշխարհի հոդը։ Եթե Քրիստոսի փուրմունքը չենք, ուրեմն այդ փուրմունքը բարդինք որոնել, մաքրել մեր հոգիները և գրգին սրբացնել մեր ժողովուրդը։ Սիրելիներս, իմ գոչումն ու բարդականությունն է ավետարանի ճշմարտությունները ձեզ տեղեկացնել, իսկ ձեր բարդն է լսել, հասկանալ և կիրառել։ Ես կիրազեկեմ ձեզ ոչ միայն ավետարանի ճշմարտությունը, այլ նամանավանդ այդ ճշմարտությունը մեր օրերուն անտեսելու վտանգի մասին։ Ես անբարդ եմ ձեր արյունեն, ոչ ոք կարող է ասել, որ չէ լսած ճշմարտությունը։ Մնացեք սիրով, մնացեք խաղաղությամբ։